Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մենք դպրոցների շենքեր ունենք, որտեղ օգտագործվում է իրանց շատ քիչ տոկոսը, կեսը, 60%-ը, 40%-ը եւ մենք այս պատկերն էլ պետք է հասկանանք, այդ պատկերն էլ պետք է ունենանք։ Ընդ որում ենթադրում ենք, որ մեզ սա հնարավորություն կտա գնահատել նաեւ շենքերի վիճակը, չէ՞։ Որովհետեւ եթե գույք է, իրան վերաբերվում ենք ոչ թե որպես գույք, այլ ոչ թե որպես կոթող, որը կոթողը տենց ինչքան քանդված լինի, այնքան ավելի խորհրդավոր է, չէ՞։ Այլ գույք, մենք իմանանք, այս գույքը ինչ է իրենից ներկայացնում։ Որպեսզի նաև իմանանք, սա մեր քաղաքականությունների մշակման առումով ավելի բան կտա։ Բայց ելի եմ ասում, իհարկե ի հայտ կգան հարցեր։ Մենք հիմա կառավարության նիստի ֆորմատով այդ բոլոր հարցերը չենք կարող վերհանել եւ պետքա չվախենալ, հա հարցը եկավ, մի հատ նայենք, կարող է հանգամանքներ լինի, իրոք նկատած այս քննարկումների ընթացքում նկատված չլինեն։ Նկատվեց հանգամանքը, պետք է արվեցվել այդ հանգամանքին, մտածել լուծումներ առաջարկել, բայց որ նաև մեր մոտ ամեն ինչ պետքա կանոնակարգված լինի եւ ֆինանսական հոսքերի առումով էլ։ Հիմա այսա կտեսնեք, սրա արդյունքում մեր կրթության ոլորտում մեր արած ծախսերը հնայի հարաբերակցությունը աճելու է։ Բոլոր ոլորտներում եւ սա մեզ հնարավորություն է տալու ավելի լավ տեսնել, թե ինչ է կատարվում, ավելի լավ հասկանալ ինչքանով է մեր ծախսերը արդյունավետ, իմիջիայլոց որպեսզի մեր կապարանոց չընչի, կարծում եմ իմաստ ունի մի հատ նայել, օրինակ նույն ես Լիտվայի անունը տվեցի, Լիտվայում ասենք շենքերի վրա արվող շենքերի հենց որպես կապիտալ ներդրում, դա հաշվառվում է, թե չի հաշվառվում, որովհետև ես տենց ինտուիտիվ ասացի, բայց կարող է պարզվի, որ իրականում այդքան էլ այդպես չի։